Բարև ձեզ։ Որ քաղաքական ուժին եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ ԿՊ-ին։ Կասեք ինչու։ Ամեն ինչու, ամեն ինչի համար։ Որ բարեփոխումները կառանձնացնեք։ Դե ցավը տանում կույր պետք է լինես, ոչ նկատես։ Ամեն բարեփոխումը, առաջնահերթ խաղաղությունը։ Դպրոցները, մանկապարտեզները, դա ամենակարևորն է երկրի զարգացման համար։ Ամեն ինչ, շատ բան կարամ թվարկեմ։ Ես լրիվ կողմ եմ Նիկոլին։ Լրիվ։ Շնորհակալ ենք շատ։ Ես եմ շնորհակալ։ Ձեր կարծիքն էլ կասեք, դուք ում եք ընտրելու։ Նիկոլին։ Թոշակառին քիչ բան չարես։ Առաջ։ Հա։ Այդքան բան։ Ապահովագրությունից առողջապահության օգտվում եք։ Օգտվում եմ, արդեն օգտվել եմ։ Իսկ այն ձև չէի կարա ես այդ ամեն ինչ անեի։ Իսկ հիմա անում ամեն ինչ։ Որ քաղաքական ուժին եք տեսնում Հայաստանի Հանրապետության Մենակ Նիկոլին։ Կասեք ինչու։ Որտեվ ամեն ջանմա։ Որ մեկ արեց Քոչարյանը, թե Սերժը։ Նիկոլին մենակ։ Դուք Նիկոլ Փաշինյանը։ կասեք ինչու։ Լավ ղեկավար է դրա համար։ Ամեն ինչ անում է։ Որ բարեփոխումները կթվարկեք։ Ասֆալտ տարե, աղջիկ ջան։ Սա նորմալ է։ Կամաց քաղաքը ծաղկում է։ Իսկ խաղաղությունը գնահատում Բայց առաջի հերթին ամենակարևորը երկրում խաղաղությունն է պետք։ Ուրիշ ոչ մի բան, թե չէ մարդիկ աշխատում են, քարից հաց են սարքում։ Մեր ազգը աշխատող ազգ է։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանին։ Կասեք ինչու։ Ամեն ինչում։ Նա նման չի ոչ մեկին։ Իսկ որ բարեփոխումները կառանձնացնեք։ Որը նշեմ, որը թողեմ։ Լիքը բարեփոխումներ է արել։ Ես չեմ ուզում նրանց մասին խոսել կամ լսել անգամ։ Նախկինների մասին։ Այո, նախկինների մասին։ Ոչ Քոչարյանի, ոչ այն Տաշիր Սամոյա, ինչա չգիտեմ, այդ ով է։ Դուք ինքներդ էլ լավ գիտեք, էլի։ Ոչ, մենք Ռուսաստանի կարիքը չունենք, հերիքա։ Փորձը ցույց է տվել, որ պետք է Ռուսաստանին ընդմիշտ մոռանանք։ Մենք ապրենք մեր խելքով, եղունգ ունենք, գլուխներս կորենք։ Որ քաղաքական ուժին եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ներկայիս ուժ։ Կասեք ինչու։ Որովհետև մաշկս տեսնում ենք ինչ է կատարում։ Մարդու առած գործերով են գնահատում, ոչ թե բերանի խոսքով։ Իսկ որ բարեփոխումները կառանձնացնեք։ Դուք ինձանից լավ գիտեք։ Ընդունում եմ դա։ Առած գործով եմ ես գնահատում մարդկանց։ Այս սուտ խոսալով մաշկից վրա զգալը, որ առածս այսպեսի խոսում են, չի կարելի այդքան սուտ խոսել։ Սուտում եք համարում, որ կարող։ Դու գիտեք ինչ եմ ասում ես։ Անցյալներ։ Նախկինները։ Զզվել են դրան բոլորը։ Որ քաղաքական ուժին եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ում եք ընտրում։ Զարմանալի հարց եք տալու, չեմ հասկանում։ Բացի Նիկոլիսով կարա այդտեղ վարչապետ դառնալ։ Այն թափթփուկները թողնան իրանց Ռուսաստանին գուլյատանը։ Եղավ աղջիկան։ Հայաստանի Հանրապետության վարչապետ մի մարդ կա, դա Նիկոլ Փաշինյանն է։ Կասեք ինչու։ Ինչու։ Այո։ Հայաստանը ծաղկացրել է։ Էլ ինչ ասեմ, ինչ չի արել։ Խաղաղությունն է բերե կարևորը։ Էլ ինչ ասեմ։ Վարչապետը դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, դեղորյակ հիմա ես ստանում եմ օրակ ամիսը 20-30 հազարի տեղ առնում, հիմա անվճար տեղեր եմ առնում, անվճար կոնսուլտացիաներ եմ գնում։ Մի խոսքով մեր վարչապետին ուժեղ վարչապետը հոգնել չունի, աշխատում է օր ու գիշեր հանուն հայրենիքի։ Ամեն դեպքում ոչ ռուսամետներին։ Կասեք, իսկ իրական Հայաստանի Հանրապետության վարչապետ ում եք տեսնում։ Այս դրված տեխնացուներով Նիկոլ Փաշինյանին։ Կասեք ինչու։ Դե որովհետև չեմ ուզում նախկինները հետ գան։ Իսկ որ բարեփոխումներն եք գնահատում։ Բոլոր բարեփոխումները, բայց կներեք ես շտապում եմ, էլի։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանին։ Ցան վարչապետ Փաշինյանին։ Կասեք ինչու։ Չգիտեմ ինչու, բայց ինքը շատ լավ մարդ է, շատ լավ բաներ արել։ Այս 8 տարվա մեջ ինքը ոչ մի բան չի արել։ Հենց այդ կամ բան։ Իսկ ամենակարևոր բարեփոխումը ձեր համար, որ կառանձնացնեք։ Իմ համար ինչ բարեփոխում, թոշակն է բարձրացել, այդ կամ բան ինչ պետք է անի իմ համար։ Գնահատում եք խաղաղությունը։
Իհարկե գնահատում ենք, բաղունց։ Դուք կներեք ում եք տեսնում վարչապետ Հայաստանի Հանրապետության։ Փաշինյանին, Ասեք ինչու։ որտեվ ինքը շատ բաներ է անում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։